Գյումրու ավագանու մի քանի անդամների խնդրանքով այսօր Գյումրի էր հրավիրվել Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը։ Ավագանու նիստի եկած անդամներին ու քաղաքապետարանի աշխատակիցներին նա տեղեկություններ տրամադրեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթների, քաղաքապետի առողջական վիճակի մասին։ Հայտնեց, որ օրեր առաջ քաղաքապետի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժշկական միջամտություն է ցուցաբերվել ու հակառակ նրան հոսպիտալացնելու մասին բժիշկների ցուցումներին թույլ չեն տվել հիվանդանոցում բուժում ստանալ։ Ձեզ ես ունեմ խոսք ասելու պարոն Ղուկասյանից, նա ձեզ բոլորիդ ողջունում է եւ խնդրել է, որպեսզի դուք լինեք ամուր, ինքը իհարկե ունի որոշ խնդիրներ առողջական, բայց այնուամենայնիվ միշտ ամուր է եւ իր մտահոգությունները միայն եւ միայն կապված են Գյումրիի ղեկավարման եւ ընդհանուր առմամբ մեր քաղաքական երկրի ապագայի հետ։ Այո, պարոն Ղուկասյանը ունի լուրջ առողջական խնդիրներ եւ այդ խնդիրները ներկայացվեցին նաեւ դատավորին, սակայն դատավորը այդ ամենին նայեց մատերի արանքով եւ արդարացի դատական ակտ չկայացրեց եւ պարոն Ղուկասյանին կալանավորեց 2 ամիս ժամկետով։ Հիմա այդ խնդիրների մասին ես տեղեկացրել էի նաեւ քրեակատարողական ծառայության պետին, անձնակազմին եւ պարբերաբար երբ ես այցելում էի պարոն Ղուկասյանին, հետեւյալն էր, որ ոչինչ ես կդիմանամ, ոչ մի խնդիր չկա, ես ամուր եմ եւ սա է եղել պատասխանը եւ անսպասելի ինձ հայտնեցին, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ այդ վատացումը նկատել են անձնակազմը, այսինքն քրեակատարողական եւ հենց անձնակազմը ինքն է հրավիրել շտաբ օգնության այդ ծառայությանը, ովքեր որ որոշում են կայացրել նրան հոսպիտալացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնը ցուցաբերել է առաջնային անհրաժեշտ բուժօգնությունը, որը եղել է նաև լուրջ միջամտություն։ Միջամտությունից հետո մի ամբողջ գիշեր անցկացվել, պարոն Ղուկասյանը անցկացրել է հիվանդանոցում, որից հետո անսպասելիորեն, կրկին անսպասելիորեն, առավոտը շուտ եկել են նրա հետևից մի խումբ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ եւ նրան հետ են տեղափոխել, այս անգամ ոչ թե շտաբ օգնության մեքենայով, այլ պայմաններում, ամարտկային պայմաններում տեղափոխել են կրկին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այդ հաստատությունում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, չկա ընդհանրապես բժիշկ, չեմ խոսում էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի մասին եւ նրա հիվանդությունները այնպիսին են, որ այդ դիտարկումը, մշտադիտարկումը անհրաժեշտ է, որպեսզի կայունացնել նաեւ այդ պայմաններում, թե ինչպիսի դեղորայքն պետք է նշանակվի, այդ դեղորայքի ընդունումից է կախված նրա ապագա առողջական վիճակի լավացումը կամ վատացումը։ Կարող եմ ասել, որ նա դուրս է գրվել ոչ թե ամբողջությամբ ապակինված կամ առողջացած, այլ դուրս է գրվել այն պայմանում, որ առաջի բուժ օգնությունը, որը ծայրահեղ անհրաժեշտ է, նրան տրամադրել են եւ դուրս են գրել, բայց դուրս չի գրվել որպես առողջ անձնավորություն։ Պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այլ կերպ մենք սա չենք կարող գնահատել։ Եվ արդեն մենք ունենք ամսի 6-ից սկսած, այսօր արդեն ամսի 11-ն է, օրեր շարունակ բուժ օգնության չտրամադրման բացառիկ մի դեպք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի ավելի վատթարեցմանը։ Սա այս մասով ես նաև ասեմ, որ այդ պայմաններում, որտեղ նա պահվում է, պայմանները նույնպես չեն համապատասխանում ստանդարտներին, այլ չեմ ասում, որ հիվանդ մարդու համար դրանք նախատեսված պայմաններ չեն, ոչ խուցը, ոչ խցակիցները, ոչ խցում այդ սանիտարահիգենիկ պայմանները, ոչ լուսավորությունը, բոլոր պայմանները այստեղ նույնպես խախտված են։ Մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի պարոն Ղուկասյանին փոխեին խուցը եւ նա փոխադրվեր
Սրբազան Աճապահյանի խուց։ Մինչդեռ այս մեր խնդրանքը նույնպես մերժվել է եւ նաեւ հիմնարար իրավունքը, որը կապված է մարդու կրոնի դավանանքի խղճի ազատության հետ, այսինքն մասնակցել պատարագի, աղոթքի հատուկ տեղ ունենալը, դա նույնպես արդեն օրեր շարունակ, շուտով 1 ամիսը կլրանա, մերժվել է պարոն Ղուկասյանին։ Սա նույնպես կոպիտ մարդու իրավունքների խախտում է։ Փաստաբանը ներկայացրեց Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցների անօրինականությունը, քանի որ արդեն կալանավորված քաղաքապետի նկատմամբ չէր կարող ընտրվել այլ ընտրանքային խափանման միջոց։ Պարոն Ղուկասյանի դեպքում ընդհանրապես որևիցե խափանման միջոցի անհրաժեշտություն չկար, իսկ եթե կա, պետք է սկսվի ամենանվազագույնից մինչև առավելագույնը, այսինքն ծայրահեղը, բացառիկը, դա կալանավորումն է։ Դատարանները պարտադիր պետք է քննարկեն այլընտրանքային խափանման միջոցների հարցը, արդյոք հնարավոր է թե ոչ, նոր որոշում կայացնեն կալանքի վերաբերյալ։ Մենք ունենք ամսի 21-ի դրությամբ, այսինքն 2025 թվականի հոկտեմբերի 21-ի օրով որոշումներ, 2 որոշում, մեկը կապված է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշմանը, այսինքն մեկը այդ որոշումն է սահմանել, մյուսն էլ նույն օրով այդ քննիչները, որը միջնորդությունը բերել էին դատարան, այդ նույն քննիչները եւ նաեւ հսկող դատախազը գործի նկատմամբ մեկ այլ որոշում են կայացրել այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ Այսինքն կամ մեկը պետք է լինի, կամ այս մյուսը պետք է լինի, կամ պետք է լինի կալանավորում խափանման միջոց, կամ այլընտրանքային խափանման միջոցներ։ Երկուսը միասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում չի նախատեսում։ Փաստացի ամսի 21-ից հոկտեմբերի սկսած պարոն Ղուկասյանը ապօրինի գտնվում է կալանքի տակ։ Ինչու է ապօրինի գտնվում կալանքի տակ, որովհետև արկա է քաղաքական դրդապատճառ։ Քաղաքական դրդապատճառի մասին է ես ձեզ հայտնեմ, դա իհարկե դուք այստեղ անցկացրեցիք նախընտրական քարոզարշավին ես հետևել եմ եւ այստեղ լինելով եւ նաեւ մամուլով Երևանից եւ ինչ եմ արձանագրել նախընտրական քարոզարշավի ժամանակ ավականու տեխնացուները, այդ թվում պարոն Ղուկասյանը, այդ թվում այլ տեխնացուներ նրանց նկատմամբ սկսեցին ապօրինի ձերբակալություններ եւ նրանց նաեւ հարազատների նկատմամբ տեղի ունեցան ապօրինի ձերբակալություններ, այսինքն քաղաքական դրդապատճառը ակնառու է հենց ի սկզբանե նախընտրական շրջանից։ Հետո դա արդեն վերածվեց մեկ այլ հետապնդումների, որը մենք արդեն այսօր տեսնում ենք, ոմանք գտնվում են կալանավայրերում, մենք տեսնում ենք ավականիների անդամներ կամ նախկին արդեն անդամներ, ովքեր որ գտնվում են ամսի 20-ից 21-ից արդեն իսկ կալանքի տակ, եւ մենք տեսնում ենք պարոն Ղուկասյանին կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բիրտ հետապնդում, ում նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմնի անդամների նկատմամբ։ Սա նույնիսկ սահմանադրական կարգի տապալում է, որովհետև Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծության քաղաքի ավականու անդամների նկատմամբ, քաղաքապետի նկատմամբ, քաղաքային իշխանությունների նկատմամբ, անդամների նկատմամբ այսպիսի կալանավորումները աննախադեպ իդեպ ասեմ, 1-2 օրվա մեջ շուրջ 50 մարդ կալանավորելը, ես հիմա սա համեմատում եմ, օրինակ, մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած կալանավորումներին, որովհետև մարտի 1-ից հետո էր այսպիսի մեծ քանակով մի քանի օրերի ընթացքում կալանավայրերը համալրվեցին հանիրավի բանտարկյալներով, ովքեր դարձան քաղբանտարկյալներ։ Հիմա նույնը տեղի է ունենում շատ կարևոր մեծ նշանակություն ունեցող քաղաքում, որը ունի ընտրված, օրինական կարգով ընտրված քաղաքային իշխանություն, որի ընտրությունները որևիցե կերպ նույնիսկ դատական կարգով
չեն դարձել, այսինքն կասկածի առարկա, այսինքն նույնիսկ մի հայց չի ներկայացվել։ Գյումրիի քաղաքապետին սկսել են գաղտնալսել, այսինքն նրա նկատմամբ դատական ակտ է կայացվել գաղտնալսումների օպերատիվ հետախուզական միջոցառումների անմիջապես հետո, երբ նա ընտրվել է քաղաքապետ, այսինքն ապրիլի 28-ին դատական ակտ են կայացրել, որի մասին մենք իմանում ենք վերջերս, որ պետք է ամբողջությամբ գաղտնալսեն, իդեպ ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մեր բոլոր ավագանի անդամները չվախենան իհարկե, երբեք չվախենաք որևիցե մեկի շանտաժից, բայց այնուամենայնիվ ես չեմ բացառում, որ ձեր նկատմամբ է կարող է լինել նման ակտեր, իմ նկատմամբ էլ, որովհետև այդ ակտերը չեն ընդունվել օրենքով սահմանված կարգով, բայց նրանք ունեցել են մուտք դեպի ձեր անձնական կյանքը եւ դեպի ձեր ընտանեկան կյանքը։ Ուրեմն այդ որոշմամբ նախատեսվել էր ոչ միայն գաղտնալսել օրինակ աշխատավայրը կամ այստեղ միջանցքները, այլ նաև նախատեսվել էր գաղտնալսել պարոն Ղուկասյանի բնակարանը, որտեղ նա ապրում է իր ընտանիքի անդամների հետ։ Սա շատ վտանգավոր երևույթ է ընդհանուր առմամբ մեր հանրապետությունում եւ մեր քաղաքացիների նկատմամբ։ Իհարկե այսօրվա տեխնիկական պայմաններում բոլորին կարող են առանց այդ դատական ակտի լսել, բայց այնուամենայնիվ երբ պետությունը մուտք է գործում այդ տարածք, դա պետք է լինի բացառիկ պայմաններում, իսկ մենք չունենք այդ բացառիկ պայմանները, բայց ունենք պետության կողմից հրահանգում մտնել նաև անձնական կյանք եւ ընտանեկան կյանք։ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանին հետաքրքրում էր Գյումրու քաղաքապետին առնչվող ձայնագրությունը, որպես քրեական վարույթի ապացույց ներկայացնելու փաստը։ Mən խնդրում եմ ասեք, ինչով է առաջնորդվել դատարանը, եթե ձայնագրություն ձեզ ցույց չեն տվել։ Որևիցե ձայնագրություն դատարանին չի ներկայացվել։ Մենք միջնորդել ենք բերեք այդ ամբողջ ձայնագրությունները։ Այդ միջնորդությունը նույնիսկ դատարանը ասեց մենք կընդմիջենք նիստը, գնացեք բերեք, ես տեխնիկական պայմանները կապահովեմ, մենք կլսենք այդ ձայնագրությունները։ Իրենք մերժել են։ Այսինքն քննիչները ասել են ոչ, մենք չենք կարող տրամադրել ձայնագրություն։ Հիմա հաջորդը այդ ինչ որ կատարվել է, այսինքն ենթադրաբար, ես չգիտեմ ինչ ձայնագրություններից, ինչ են անում, ես նաև պրակտիկան ասեմ, սա միայն պարոն Ղուկասյանի դեպքով չէ, կարող է լինել տարբեր մարդկանց դեպքով, ամիսներ շարունակ գաղտնալսեն, այդ գաղտնալսումից իրենք վերցնեն այն ինչ որ իրենց պետք է, վերացական նույնիսկ բառեր եւ դրանք սկսել իրենք մեկնաբանել, սղագրել թղթին տան եւ այդ թուղթը ներկայացնեն դատարանին որպես ապացույց։ Այդ դրանով է դատարանը առաջնորդվել։ Այդ հակակոռուպցիոն դատարանի դատավորը առաջնորդվել է այդ սղագրություններով, որը հլը հարց է եղել է նման սղագրություն, խոսակցություն, եղել է արդյոք թե ոչ։ Դատարանը որևիցե ձայնագրություն չի լսել։ Մենք պահանջել ենք բերեք այդ ձայնագրությունները, մեզ մերժել են։ Մենք ինչ հաղորդակցություն ունենք պետական կարևոր մարմինների հետ, ովքեր պատասխանատու են կալանքի տակ գտնվող մարդու առողջության համար։ Անկախ նրանից այդ մարդը ով է, դա մեզ բացարձակ չպետք է հուզի։ Տվյալ դեպքում այո պետք է հուզի, որովհետև պարոն Ղուկասյանը ներկայացնում է նաև ամբողջ Գյումրին, ինքը չի ներկայացնում միայն ընդդիմությանը, ներկայացնում է ամբողջ Գյումրին, ես չգիտեմ այստեղ ԿՊ-ից մարդիկ կան թե չկան, բայց իրենց էլ է ներկայացնում, այդ թվում նաև Տիկին Էմա Պալյանի ընտանիքին է ներկայացնում եւ ինքը բոլորի քաղաքապետն է։ Վարդան Ղուկասյանի պաշտպան Փոստանջյանին հարցեր ուղեցին նաեւ ավականու մյուս անդամները։ 2012 թվականին Եվրոպայի փոստարանական վեհաժողովը հանձնելով սահմանեց քաղաքանդակյան հասկացությունը։ Դուք ինչպես եք կարծում, Վարդան Ղուկասյանը այս քաղաքանդակյան է թե ոչ։ Պարոն Ղուկասյանը միանշանակ այդ բանաձևի մի քանի կետերով է քաղաքանդակյալ, ոչ թե միայն մի կետով։ Ակնհայտորեն այսօր
մենք արձանագրում ենք, որ պարոն Վարդան Ղուկասյանը հենց այդ բանաձևման ներքո ստացել է ցավում եմ, բայց քաղաքական բատարկյալի կարգավիճակ։ Ստե երկրորդ կարծիքը չկա եւ այդ բանաձևը երբ մշակվել է եւ ներկայացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, դա մշակել են լուրջ մասնագետներ եւ այդ լրջությունը արկա էր նաեւ 10 քանի տարի առաջ եւ տարիներ շարունակ այդ լրջությունը եղել է կապված Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածյալների հետ եւ շատ ցավալի է որ մենք այսօր բախվել ենք այդպիսի իրավիճակի հետ որ քաղաքական դրդապատճառներով Գյումրիի ընտրված քաղաքապետը միասնական քաղաքապետը տարբեր քաղաքական խմբերի կողմից ընտրված քաղաքապետը այսօր գտնվում է բանտախցում այն էլ անմարդկային պայմաններում Գիտեք, ինքը այն անձն է, որ երբևիցե չդժգոհեց, ոչինչ չի դժգոհել, ասել է ամեն ինչ մարդու համար է, տղամարդու համար է, բայց դա չի նշանակում, որ նրա իրավունքները պետք է խախտված լինեն։ Եվ Տիկին Պոստանջյան, այս հարցի շարունակություն եմ ուզում, Գյումրի քաղաքապետարանը քննարկում է այս տարիներ կառավարության թաթի տալու հարցը։ Ինչ կարծում եք, այդ քննարկումը կարող է դրդապատճառ դառնալ Վարդան Ղուկասյանին տալանավորելու համար։ Ես գիտեմ, որ Գյումրիից հավաքագրվում է շուրջ 85 միլիարդ դրամ, բայց Գյումրիին հետ են մասահանում են անում այդ 85 միլիարդ դրամից ընդամենը 4 միլիարդ 5 միլիարդ դրամ։ Այսինքն ձեզ ոչ միայն այլ կերպ են փորձում նվաստացնել, այլ նաև ձեզ թուրքական հարկահանություն են անում, այլ կերպ սա չեն կարող բացատրել, ինչ է նշանակում 85 միլիարդ դրամ ես ձեզանից ստանում եմ և որոշում եմ կայացնում 4 միլիարդ դրամ կամ 5 միլիարդ դրամ ձեզ հետ տալ կամ չտալ, կամ դուք պետք է գաք ինձանից խնդրեք, կամ դուք պետք է իմ հնազանդ ծառաները լինեք, որ ես որոշում կայացնեմ ձեզ գումար տալ, թե չտալ, և իհարկե այդ նաև ձեր մտադրությունը, պարոն Ղուկասյանի մտադրությունը, նաև ավականու մտադրությունը, ես տեղյակ եմ, որ քննարկում եք անցկացրել, նաև այստեղ այդ հարցի վերաբերյալ լուրջ քննարկումներ են եղել, նաև այո, դա ինչու՞ չէ, որովհետև նման բան մեր 30-ամյա պատմության մեջ չի եղել, որ համայնքի ղեկավարը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները դրսևորեն այսպիսի անկախ վարքագիծ եւ ասեն մեր գումարները մեզ տվեք, մեր աշխատած գումարը, մեր քրտինքով ձեռք բերված գումարը դուք պարտավոր եք մեզ հետ տալ կամ պարտավոր եք այդ հարկման մեխանիզմը փոխել։ Նման բան չի եղել մեր պատմության մեջ։ Երևանի համայնքապետի սպանությունը եւ Գյումրու քաղաքապետի Աբովինի կալանավորումը արդյոք ունեն զուգահեռներ եւ քաղաքական հենք չեն կարծում։ Դե գիտեք, զուգահեռներ ունեն, իհարկե ունեն։ Նույն օրն են այդ մարդիկ ընտրվել։ Այսինքն նույն օրն են տեղի ունեցել այդ ընտրությունները, որով նրանք դարձել են դրանց ընտրություններով պայմանավորված, նույն օրվա ընտրություններով պայմանավորված, նրանք դարձել են քաղաքապետեր։ Եվ մենք ունենք նաև հրապարակված տեղեկություններ խնդիրների մասին, ինչի չի պաշտպանել պետությունը մեր հարակարի քաղաքապետին, ինչու չի պաշտպանել։ Իր սուրբ պարտականություններ պաշտպանել այդ մարդու կյանքը եւ առողջությունը չի պաշտպանել։ Հիմա մենք ունենք երկրորդ տարբերակը։ Այստեղ միգուցե չէին կարող այդ ձևի այդ տարբերակով աշխատեի, բայց այստեղ ունենք մեկ այլ ձևաչափով նորից մարդու կյանքին վտանգ սպառնալը։ Ես հիմա այս տեղեկանքները բժիշկներն են տվել եւ մի տեղեկանքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչից տվել է մի բժշկական հաստատություն, որը նաեւ պետական միջոցներով է աշխատում։ Այսինքն այս բժիշկներն են տվել այդ տեղեկանքները, որ պարոն Վարդան Ղուկասյանը պետք է ստանա բուժում այդ էնդոկրինոլոգի եւ սրտաբանի կողմից եւ այդ բուժումներ։ Եթե չստանա, առողջական վիճակը կվատանա, իսկ եթե վատանը չի բացառվում, որտեղ իրենք են հրավիրել այդ շտապօգնությունը։
Մենք խնդիր ունենք եւ ես չեմ բացառում, որ իրեն էլ այս պայմանների միջոցով են ուզում ինչ որ մի միջամտություն անել։ Չեն կարող բացառել եւ զուգահեռները արկա են։ Այո, երկուսն է եղել են անդիմադիր, այո, երկուսն է եղել են այս քաղաքականությանը իրականացվող դեմ, երկուսն էլ արտահայտել են իրենց դեմ լինելը հրապարակավ, հետեւաբար այդ հրապարակավ դեմ լինելը դարձել է արդեն այսպիսի հարցակումների եւ ընդհանուր միջև մարդուն կյանքից զրկելու դեպք։ Շնորհակալություն ձեզ այս ամեն ինչը ներկայացնելու, շնորհակալություն բոլոր ներկաներին եւ ազատություն մաղթենք մեր բոլոր համակարգին։ Այո, բոլորին։ Շնորհակալություն։